Դե սիրելիներս հյուրընկալ մարդու տրամադրությունը շատ ավելի է բարձրանում, երբ նրա մոտ հյուրընկալվում են հաճելի մարդիկ ու սպասված մարդիկ։ Իսկ եթե մենք խոսում ենք թատրոնից, պրեմիերայից, ներկայացումից, դա նշանակում է, որ մեզ մոտ տրամադրությունը եւ միջավայրը շատ ընկերական է։ Իսկ քեզ համար տոնական։ Միանշանակ։ Ես ներկայացնեմ երկու հրաշալի տաղանդավոր սիրուն գեղեցիկ անհատականությունների, ովքեր հյուրի կարգավիճակով հիմա բազմել են մեր սիրուն ու գունեղ բազմոցին։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Մարիամ Գրիգորյանին ենք ասում բարի լույս։ Եվ այս նույն թատրոնի արտիստ սոպրանո Թերեզա Մաթևոսյանին։ Բարի լույս։ Հրաշալի։ Բարի գալուս մեր տաղավար, դուք առաջնորդում եք մեզ։ Այո։ Ինչպես է առավոտը սկսվել։ Չէ, փորձի չենք այսօր, բայց մի քիչ ճանապարհը երկարեց մինչև հասանք, երկար պատկերացրեցինք, դժվար, բայց ավելի մոտ էր։ Առանցքները բացելով։ Այսպես այո, իսկ հանել ավելի քան հետաքրքիր է։ Սիրելի հեռուստադիտողներ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ապրիլի 6-ին կայացել է Prime Time մյուզիկլի առաջնախաղը, բեմում կլինի նաև ապրիլի 20-ին, սակայն հիմա եթե ձեզ հետաքրքրի կամ անոնսը տեսել եք եւ ուզում եք գնալ եւ դիտել, ապրիլի 20-ին այդ հնարավորությունը ունեք, ճիշտ է։ Այո։ Մյուզիկլ, որը պատմում է հայտնի հեռուստաշոուի թաքնված կողմերի, կադրից այն կողմ հյուսվող տարատեսակ դավերի մասին, արդեն իսկ հետաքրքիր է։ Գանք սկզբից, որովհետև շատ հետաքրքիր է, մի քանի թատրոնի արտիստներ եւ աշխատակիցներ են ներգրավված ներկայացման մեջ։ Սկզբից մի փոքր խնդրում եմ պատմեք, միտքը ումն է, ինչպես հավաքագրվեցին այդ բոլոր երկրների թատրոնների ներկայացուցիչները եւ այդպես շարունակ։ Իհարկե գուցե այս հարցին պիտի պատասխաներ տնօրենը, բայց վստահ եմ, որ ներքին խոհանոցին դուք մի քիչ ծանոթ եք ու մեզ էլ կբացահայտեք հետաքրքիր կողմերը, խնդրեմ։ Մտահղացումը Միխայել Շվիդկոյինն է, միջազգային է համարվում, որովհետև զբաղված են մի քանի երկրներ, կանադացի է երաժշտության հեղինակը, բեմանկարիչը Վրաստանից է, նկարչուհին Մոլդովայից է, խորեոգրաֆը Երևանից, Հայաստանից Արինա Արարատյանն է, դե բեմադրությունն էլ Հակոբ Ղազանչյանինն է, եւ մենք էլ դերակատարներ, դիրիժորն էլ, քանի որ կենթանի նվագակցությամբ է տեղի ունենալու, դիրիժորն էլ Կարեն Ավչյանը։ Իսկ ստեղծագործական մասով տվեցի կանոններ, երկրներ, ուզում եմ հասկանամ դերասանական խմբի մեջ կան արտիստներ, ովքեր դրսից են միացել ձեզ։ Թե բոլորը Պարոնյանի անվան թատրոնի արտիստներն են եւ արտիստները մեր թատրոնի արտիստներն են, զբաղված են թատրոնի ներուժը ամբողջ գրեթե, այսինքն բալետը, երգչախումբը, դերասանական կազմ, նաեւ նվագախումբը, բայց նրանց ներկայությունը եղել է պրեմիերային եւ հետեւաբար սա ուղղակի այդպես ծրագիրը չենք վերցրել եւ յուրացրել, այն մեկնաբանվել է յուրովի, այսինքն լիբրետոն մեր տարբերակում Հակոբ Ղազանչյանինն է, որովհետեւ մի փոքր ադապտացվել էր պետք մեր երկրի մենտալիտետին եւ շատ բաներ փոփոխության է ենթարկվել։ Նաեւ ժամանակացույցով մեր մի գործողություն է, այնտեղ գուցե 2-3 չեմ հիշում, բայց այնտեղ 3 ժամ է տևում այս մյուզիկլը մեզ մոտ։ Սուրեգից հանգուցալուծում դրանք պահպանվել են։ Պահպանվել են, պարզապես մի փոքր հայաֆիկացվել է։ Այո։ Ու ոչ միայն, որովհետև ռուսական տարբերակը ինքը չի կոնկրետ պատմում մի աղջկա պատմություն, ոնց որ մեր պարագայում եղավ, այնտեղ մի քանիսն են գլխավոր հերոսները ու մի քանի գծեր են զարգանում հավասար։ Մեր մոտ այնպես ստացվեց, որ գլխավոր հերոսուհին մեկն է։ Բայց ամեն դեպքում պատմությունը ավելի շատ ոչ թե իր մասին է, այլ պարզապես իր պատմության միջոցով մենք ներկայացնում ենք նման հեռուստաշոուների չգրված օրենքները, ինտրիգները, սկանդալները։ Մի կարևոր բան պարզապես բոլորս փաստենք, որ Prime Time musical է, այլ ոչ պարզապես երաժշտական ներկայացում, իսկ musical-ը մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ նախադրյալներ ունի, 4-5 կարևոր ուղղություններով պետք է աշխատանք տարվի, որպեսզի վերջո վերջնական ներկայացում ունենա իր ավարտ ուտեսքը եւ դա ներկայացնենք հանդիսատեսին։ Այս իմաստով շատ ուրախ եմ, որ ձեր թատրոնում վերջին տարիներին սա երկրորդ, չէ՞, եթե չեմ սխալվում, մեծ մասշտաբային
մյուզիքլն է բեմադրվում, այսինքն դուք ունեք ներուժ, դուք ունեք ռեսուրսները եւ ձայնային եւ լուսային բոլոր տեխնիկապես գերհագեցվածությամբ, դրա համար իրոք շատ ուրախ ենք։ Եկեք հիմա խոսենք ձեր դերերից, հասկանանք ինչ եք երգում, ինչով եք զբաղված, ինչ բնավորություններ ունեք եւ ընդհանուր առմամբ մի քիչ ներկայացման գույներից խոսենք, ինչ տրամադրություն է տիրում եւ այլն եւ այլն։ Քանի որ առաջնախաղը արդեն եղել է, կարծում եմ կարելի է մի փոքր փակագծեր բացել, եթե դեմ չի։ Իհարկե։ Արտիստ Սկսենք, Թերեզա Թերեզայի խավոր դերում նա է։ Այո, ես իմ կերպարը կենտրոնականն է կարելի ասել։ Այդ կերպարը փոքր տենց աղջիկա ինչ որ տեղ մի քիչ միամիտ, մի քիչ երազանքներով լի, ինքը գալիս է փոքր քաղաքից ու ուզում է դառնալ երգչուհի, իրականացնել իր երազանքը։ Մասնակցել այս շոուին։ Այո, մասնակցում է prime time շոուին, բայց ինքը որոշակի բարդությունների եւ խոչընդոտների է այնտեղ հանդիպում եւ իր համար բարձ է դառնում, որ այդքան էլ ամեն ինչ գեղեցիկ չէ, ոնց որ չէ, գեղեցիկ չէ։ Այո, ոնց որ հեռուստադիտողներն են սովորաբար տեսնում այդ գեղեցիկ կազմը, որ դա այդքան էլ այդպես չէ եւ հասկանում է ինչպես են որոշումներ ընդունում այդ շոուների ժամանակ եւ այլն եւ այլն։ Իսկ այդ դժվարություններից ամրանում թե կոտրվում, թուլանում է, ինչպես է վարվում հերոսուհին։ Ինքը տարբեր էտապներ է անցնում, Բայց ի վերջո դե դա երևի Չեն կարող բացահայտել չեն կարող, այո։ Դա այո, շատ կարևոր։ ինքը կանգնում է շատ բարդ որոշման առջև, որից որ կախված է իր կյանքը եւ ապագա կարիերան իրականում, թե ինչ է ինքը որոշում։ Այ հենց հիմա ձեր պատասխանները լսելիս ես ընկալում եմ, զգում եմ, հասկանում եմ, որ այո, ամեն դեպքում կերպարը ուժեղ աղջիկ է եւ որքան էլ որ հանդիպում է խոչընդոտներին, միևնույն է, հենց հիմա էլ ձեր մեջ կա մի ուժ ու ինձ թվում է այդ ուժը նաեւ դուք փոխանցում եք կերպարին եւ չի կարող այդ կերպարը ընթացիկ հիասթափություններ ունենա։ Միշտ ուժեղ ու շարժվում է առաջ։ Այդպիսի ինչ որ կանխազգացումներ ես ունեմ։ Իսկ հետաքրքիր է Մարիամի կերպարը, այդ դավեր հյուսող, խանգարող գլխավոր Դա ես եմ։ կերպարներից։ Դա դուք եք։ Դա ես եմ։ Ձեր Ես գլխավոր պրոդյուսերն եմ։ Դրանից զգացիր, որ դա Այո։ դա ես։ Դե ցավոք թե բարեբախտաբար դա ես եմ։ Եվան գլխավոր պրոդյուսերն է prime time-ի եւ նա է որ ունի մեծ կապեր եւ շատ բաներ նաեւ նրանից է կախված իհարկե վերջնականը ստացվում է տնօրենինը այդ մրցույթի, բայց քանի որ ինքը եւ հերոստա շոուի պրոդյուսերն է եւ հերոստա հաղորդավարն է եւ եվերը շատ են, նա շատ բաներ ունի խոսքի իրավունք եւ փորձում է առաջ տանել։ Եվ նրա ֆավորիտ մասնակիցը չէ։ Այո, Աննան նրա ֆավորիտը չէ, քանի որ այնտեղ ուրիշ խանգարող հանգամանքներ կան, ուրիշ կապեր են, ուրիշ հնարավորություններ են, առաջարկներ են, նա ավելի դրան է հակվում։ Թեև դա անտաղանդի մասին չէ, որ փորձում ես այդ անտաղանդին առաջ մղել։ Պարզապես այնտեղ ուրիշ խնդիրներ են, դա պիտի հեռուստադիտողը մեր հանդիսատեսը գտեցնի։ Ես հասկանում եմ, որ Իդեմս Պարոն Ղազանչյանի որպես համակարգող այս ամենի, որպես ռեժիսոր, բեմադրիչ, կրկնակի հաջողություններ ունի, որովհետև հատկապես մյուզիկլային ժանրում շատ հաճախ դերի վերջնական ընտրությունը տրվում է նրան, ով կարողանում է վոկալային տվյալներով հաղթահարել կերպարը եւ այն ամբողջ երգացանկը, որ դրված է իր առջև, բայց այս ամենի հետ մեկտեղ նաեւ պետք է հաղթահարվեն դերասանական խնդիրները եւ որպես արտիստ, որպես դերասան բեմում պիտի փոխանցես հանդիսատեսին զգացողությունները ոչ խոսքի միջոցով, այլ այս դեպքում երգ երաժշտության միջոցով։ Ուզում հասկանալ ոնց ենք հաղթահարել այս կարևոր փուլը, որովհետև կարծում եմ, որ մյուզիկլը հաջողված է լինում, երբ բեմում կա դերասան, ով երգում է հրաշալի։ Այս դեպքում կան տաղանդավոր շատ երգիչներ, շատ տաղանդավոր, բայց նրանք մյուզիկլային ժանրում գուցե կարող Քանի որ օպերա չէ, այո, եւ մյուզիկլը դերասանական վարպետությունը բնականաբար հասկանանք ես ոնց է հաղթահարել։ Դե Մարիամը կարծում եմ մի փոքր ավելի երկար փորձ ունի այս իմաստով, բայց դուք ինչ կասեք Թերեզա Մաթևոսյան։ Իրականում իմ համար բավականին դժվար էր, որովհետև ես դասական երգչուհի եմ, իսկ մյուզիկլը ինքը
շատ տարբեր ժանրերի երաժշտությունից է բաղկացած, դասական չէ, այնտեղ կա էստրադա, այնտեղ կա ջազ, ու բավականին դժվար էր վոկալային տեսանկյունից իմ համար, բայց կարծես թե կարողացանք հետաքրքիր ինչ-որ լուծումներ գտնել, որ կարողանանք օգտագործել նաև օպերային երգեցողությունը ու ավելի հետաքրքիր դարձնել մյուզիկլը հանդիսատեսի համար։ Նաև կերպարը ավելի հետաքրքիր ու Իհարկե, եւ նաև կերպարը, որովհետեւ թվում է թե ինքը այտենց ոչ պրոֆեսիոնալ երգչուհի է, ինքը ու պարզապես աղջիկա, որը որ ինչ որ չափով տաղանդ ունի, բայց ինչ որ պահի տակ ինքը սկսում է շատ գեղեցիկ տեմբրով երգել, հետաքրքիր ու դա Իսկ կերպարին համապատասխան վատ երգել ստացվում էր ձեզ մոտ։ Իմ կերպարը իրականում չպետք է վատ Լավ է երգել։ երգում։ Հա, երևի ավելի շատ հոգով ինքը պետք է երգեր, ոչ թե վատ, այլ ավելի հոգով, միգուցե ոչ այդքան պրոֆեսիոնալ, բայց Իսկ առաջնախաղը արդեն եղել է, հետաքրքիր է եւ հանդիսատեսի արձագանքը եւ գուցե նամակագրությամբ ստացել եք որևէ արձագանք, նամակներ, հենց այդպիսի շոուներին մասնակցած իրական մարդկանցից եղել են նման դեպքեր, հետաքրքիր է։ Մասնակցած շոուի մասնակիցներ չեն գրել, բայց շատ իրարամերժ տարբեր հետաքրքիր կարծիքներ եմ լսել մյուզիկլի Հանդիսատեսից ինչպիսին էր արձագանքը։ Հանդիսատեսի մասին է խոսքը հենց, որը եւ ուրախացրել է, եւ պարտադրել է, եւ ոգևորել է, շատ հետաքրքիր կարծիքներ են եղել։ Իսկ ինչ է կարծում, այս ներկայացումից հետո չեն հիասթափվի։ Ինչի նման օրինակ ներկայացում, հեռուստաշոուների։ Գիտեք, սովորաբար յուրաքանչյուր ոլորտ, յուրաքանչյուր հարց, երբ որ դու որոշում ես մտնես այդ գործողության մեջ, մարդ ինքը պիտի պատրաստ լինի։ Առաջինը դժվարություններ, եթե լինի, ինչպիսին կլինի իր պատասխանը, որովհետև երբեք չգիտես դիմացինից ինչպիսի խնդիրներ, ինչպիսի մոտեցում, վերաբերմունք կլինի։ Մարդ միշտ պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր պարագայում դժվարությունները հաղթահարելու իր մեթոդիկան։ Պարզապես այստեղ աղջիկը, որը գլխավոր կերպարն է Թերեզան, ինքը փոքր քաղաքից եկած աղջիկ է եւ այդ փոքր քաղաքի, փոքր ոչ թե մտածողության, այլ ամեն ինչ պարզ գունավոր տեսնելու իր հատկանիշները չի տեղավորվում այս մեծ քաղաքի մեծ կոպիտ, ասեմ, հոշոտումների մեջ դժվար դիմակայելու, բայց նա դիմակայում է եւ արժանապատիվ է դուրս գալի, այսպես ասեմ։ Շատ լավ, մենք բոլորս գիտենք, թե ինչ հսկայական աշխատանք է պահանջում, ինչպիսի աշխատանքային ծավալ է իրենից ենթադրում մյուզիկլային ժանրը։ Ու այս իմաստով ես շատ ուրախ եմ, որ Պարոնյան թատրոնը սկսած արտիստներից, ինչը շատ ամենակարևորն է, եւ ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ են այդ աշխատանքին, որովհետեւ եթե տարիներ առաջ մեծ փորձություն էր դերասանի համար լինել ու ստեղծագործել մյուզիկլային ժանրում, այսօր ձեր թատրոնում հաստորեն երկու մեծ ու մասշտաբային մյուզիկլ ունենք, դերասանների վերաբերմունքը, ոգևորությունը մի փոքր էլի ներքին խոհանոցային հարցեր եմ տալու, բայց իսկապես դա հետաքրքիր է։ Լիարժեք պատրաստ են այսօր բոլորը, որպեսզի ներկայանան մյուզիկլային ժանրում, եւ տարվում է որոշակի աշխատանք, որպեսզի արտիստը միշտ լինի պատրաստ բեմում այս ժանրում հանդես գալու, որովհետև գիտեք, որ ունեք առանձին բալետի խումբ, հա, այսինքն պարային հատվածը ունի հստակ իր արտիստերին, երգչախումբը հստակ է, այդ իմաստով դե դերասաններն էլ արդեն իրենց գործը գիտեն, բայց այս ամենի միացությունն է հենց կոչվում musical, ուսում հասկանամ դերասանների հետ ինչպիսի աշխատանք է տարվում ու փոխադարձ նաև դերասանները ունեն այդ կայծ, այդ էներգիա, որպեսզի գան միշտ պատրաստ լինել բեմում որպես մյուզիկլային արտիստ լինելու։ Գիտեք, ենթադրում եմ նյութից է գալիս ինչպիսի զբաղվածություն կունենաս այդ նյութի մեջ, ինչպիսի նյութ է եւ ինչպիսի զբաղվածություն կունենաս դրա մեջ, որովհետեւ եթե ընդհանուր ասեմ, դերասանները միշտ են ոգևորվում լավ գաղափարով, հետաքրքիր մոտեցում։ Իմ պարագայում ես խաղացել եմ, քանի որ մեր թատրոնը երաժշտական է, իհարկե օպերետներ են եղել, բայց մեր հանդիսատեսներ գիտի, որ մեր թատրոնը երաժշտական թատրոն է եւ մյուզիկլն էլ ճիշտ ծառայում է անվանը թատրոնին։ Այո, ճիշտ է, շատ մեծ աշխատանք է պահանջում, բայց յուրաքանչյուր դժվարություն կարելի է հաղթահարել, որովհետեւ հանունը ավելի կարեւոր է, քան ինչի համար։
հանուն։ Այ դա հաստատ ինչու եմ ես հարցը տալիս, որովհետև գովազդ չհնչի եւ չենք տա ոչ ներկայացման մյուզիկլի անունը, ոչ էլ բեմադրիչի անունը, բայց ընդհանրապես 2 տարվա բաղեմություն ունի ասածս, երբ եկան այստեղ ու մարզահամերգային համալիրում այդ աշխարհահռչակ մյուզիկլն էին ներկայացնում, մեր բոլոր այն արտիստները, ովքեր անցան կաստինգային փուլերը եւ հաստատվեցին այդ ներկայացման մեջ, ապշած էին, տարված են աշխատանքի հետ, որը տեղի էր ունենում այնտեղ բոլոր մասնագետների կողմից, անկախ նրանից բեմադրիչն է, վոկալի մասնագետն է, պարուսույցն է, հագուստի դիզայներն է եւ այլն եւ այլն։ Եվ դա հաճելի է, գուցե սփորձի փոխանակումների շնորհիվ, գուցե նման նախաձեռնությունների շնորհիվ, այստեղ էլ զարգ է տրվում հրաշալի մի ժանրի թատերարվեստում, որը կոչվում է մյուզիկլ, եւ որին պիտի տիրապետես ու կարողանաս լինել այդ ժանրի մեջ։ Ճիշտ եք ասում, ես պիտի ավելացնեմ, որ նույն Ռուսաստանում, Մոսկվայում այդքան հայտնի չէր մյուզիկլը, ունեին, բայց այդքան թափ չէր առել, երբ որ իրենք սկսեցին, եթե չեմ սխալվում, Չիկագոյով սկսվեց այդ միջազգային պրոյեկտը, որպես այդպեսին մեծ թափ ստացավ ու սկսեցին արդեն էլի միջազգային մյուզիկլներ անել, մինչև որ հասունացավ այն պահը, երբ իրենք արդեն սկսեցին գրել իրենց ազգային, ասեմ, թե հոգուն հարազատ թեմաներով մյուզիկլներ եւ մենք էլ պիտի փորձենք լավ երաժշտություն, լավ պրոյեկտներ վերցնել, անել, այնուհետև ստեղծել մերը։ Բայց անպայման պետք է այդ մյուզիկլ անվանը ծառայի, ոչ թե լինի երաժշտական, բայց անունը, չէ՞, հիմա շատ է գրվում մյուզիկլներ։ Շատ, հիմա նույնիսկ ասեմ ավելին, անդադար տեսնում ես բասարների վրա երաժշտական ներկայացումներ։ Հա։ Մենք դեմ չենք։ Իհարկե, թող լինի։ Մենք ընդհակառակը, բայց չշփոթենք իրերը եւ իրերին նայենք իրենց ճիշտ անուններով։ Եվ մի բան էլ ասեմ, չափազանց շատ աշխատասիրություն եւ կազմակերպվածություն։ Ժամացույցի աշխատանքի պես։ Եթե դա լինի, մյուզիկլ էլ չէ, ավելի բարդ բաներ էլ կլինի։ Հա, իսկ կողմնակի բարդ աշխատանք է, 2 տարբեր մասնագիտություններ մեկտեղված մեկ մարդու մեջ։ այո, որովհետև եւ երգել, եւ բարել, եւ խաղալ 3 մարդ։ Այո։ Իսկ հայ հանդիսատեսը սիրում է մյուզիկլ, ինչ եք կարծում։ Կարծում եմ նոր ժանր։ Կարծում եմ նորից սովորեցնելու պահն է, ուղղակի անսովորություն գուցե լինի, անսովոր չի հանդիսատեսը, պետք է շատ մոտուցես, որպեսզի նա էլ այդ տարբերությունը տեսնի, հասկանա լավը, վատը, արժի, չարժի, բայց պետք է ցույց տաս ու լավ գործեր ցույց տաս։ Դա հաստատ։ Ինչ ունենք արժևում, էլի մեծ ու մասշտաբային աշխատանքներ ունենք, թե ավելի փոքր ծավալով ներկայացումներ կանձնեք ձեր սիրելի հանդիսատեսին, ինչ կա ապագայում, խնդրեմ։ Ինչ որ կապված է այս մյուզիկլի հետ, շատ մեծ հավանականություն կա, որ այս մյուզիկլը ցուցադրվի ուրիշ երկրներում, որտեղ դեռ չենք կարող ասել։ Առաջարկներ այլև։ Հա, արդեն առաջարկներ եղել են, ու տենց նախնական պայմանավորվածություն կա։ Իսկ ուրիշ ներկայացումների հետ կապված եւս նախագծեր կան, բայց դրա մասին ինձ թվում է արդեն երբ որ ժամանակը մոտենա, Ինչ բացենք փակագծեր, պրեմիերա կա, հարկե որքանով եք դուք ներգրավված, չգիտեմ։ Թատրոնում ընթացիկ, այո, պրեմիերաներ սպասվում են 4-5-ը հաստատ։ Թե ավելի։ Չէ, միջազգային չեն, բայց այսպես ասած մեր թատրոնի պրեմիերաները ցանկային հերթական այո, խաղացանկում այո, անպայման ներգրաված են լինելու։ Մենք ունենք փոքր թատերասրահ Երևան Ղազանջյանի անունով, այնտեղ կան 2 պրեմիերա սպասվում է, մեծ բեմում է սպասվում մոտակա ամիսներում, սիրով սպասում ենք։ Խոսենք մեր հետագա թողարկումների ժամանակ անպայման։ Միջազգային չեն, բայց պակաս հայտնի չեն լինեն, կարծում եմ, այո։ Անկասկած։ Շնորհակալություն ձեզ, հաջողություն, իհարկե հատկապես եթե կլինեն հյուրախաղեր, սիրով կհյուրընկալենք, հետո եւ արդեն կպատմեք թե ինչպես էր արձագանքը Հայաստանից դուրս։ Մեր տաղավարում էին, այո, սիրելի հեռուստադիտողներ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Մարիամ Գրիգորյանը եւ նույն թատրոնի արտիստ սոպրանո Թերեզա Մաթևոսյանը խոսում էին Prime Time մյուզիկլի մասին, որը բեմում կլինի նաեւ ապրիլի 20-ին, իսկ առաջնախաղը եղել է ապրիլի 6-ին։ Հետևեք կարծում եմ անոնսներին եւ սոցիալական ցանցերին, որպեսզի բաց չթողնեք որևէ հետաքրքիր ներկայացում։ Մենք բարև երկիրն ենք, ունես ավելացնենք։ Ձեզ օրվա դրական ու հաճելի շարունակություն, մենք էլ վարկյաններ անց կրկին կլինենք եթերում, մնացեք մեզ հետ։